Մարդու կյանքի որակը շատ չի փոխվում, էլի, եթե քոր մորը չլինի, ուրիշ բաները չի խանգարի։ Հա, Նիկոլի Վարկանիշը այնքան անգել, որ էլ ընկնելու տեղ չունի։ Համբալների, ոչիլների, տգետների, տխմարների, տականքների շարքը շարունակվում է։ Զարա ջան, մարդը ոչխար չի, ինչ է նշանակում 70 մարդ ունեմ կամ 500 մարդ ունեմ։ Այս ընդդիմությունը, ասենց ասեմ, նույնքան վատն է, ինչքան այս իշխանությունը։ Ընդդիմության նպատակը ոչ թե Նիկոլին հեռացնելն է, այլ Նիկոլին պահելը։ Հայաստան դաշինքն ասում է, անում եք, որ մեր Ռոբերտ Քոչարյանին փչացնեք։ Ոչ միայն Բագրատ Սրբազանը, բոլոր ընդդիմադիր, նախկին, ներկա, չգիտեմ, առաջնորդներին թվում է, թե այդ հրապարակը իրանց սեփականությունն է։ Ասելա դուք էլ ձեր ընտրություններն գնացեք 10 հոգով իրար մեջ ընտրեք։ Բագրատ Սրբազանը ունի ֆինանսավորում, ֆինանսավորողներ, այդ շարժումը պարզա չէ, որ ձրի չէր։ Ինչ որ փող կար, փող տվողներ կային։ 26 թվին եկել են կատաղի կռիվ տանք իշխանություն վերցնեք։ Ո՞վ է հավատալու։ Միացում։ Ողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասել է Նիկոլն Արցախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնոր, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ողջույն, դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք։ Ձեզ հետ է Զարա եւ Ավետիս ոդքասթը։ Ողջույն աղջան։ Բարև, Զարա ջան, բարև ձեզ սիրելի դիտողներ։ Ամեն երկշաբթի երեկոյան մենք փորձում ենք մեր հետևորդներին պատմել, թե ինչ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում, ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել, ինչին է մեր ուշադրությունը գրավել, ինչի վրա ենք ջղայնացել, ինչի վրա ենք ուրախացել։ Այս շաբաթվա իմ ջղայնացածները այնքան շատ են, որ եթե թույլ տաս մի հատ sense անհա ներածական մասով ապահովեմ։ Շաբաթվա վերջում Բագրատ Սրբազանը իմնեմնիներ հյուրընկալվել, խոսում էր իր մոտակա պլանների մասին, որ արդեն ակտիվանում են։ Այսօր առավոտյան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն է հրապարակվել, որտեղ ինքը եւս խոսում է իր քաղաքական պլանների մասին, եւ նախորդ շաբաթը, չգիտեմ, նշանավորվեց Աննա Հակոբյանի, չգիտեմ էլ ոնց բարոյականության նորմերի շրջանակում Աննա Հակոբյանը ըստ էության շարունակեց արձագանքներով։ Չէ, Աննա Հակոբյանը ըստ էության շարունակեց այն, ինչ որ Նիկոլ Փաշինյանը սկսել էր խորհրդարանում, այսինքն Համբալների, ոչիլների, տգետների, տխմարների, տականքների շարքը շարունակվում են։ Այո։ Հիմա այս իրադարձությունները, ես եթե անկեղծ լինեմ, Աննա Հակոբյանի դեպքում դե ոչինչ չի զարմացնում, այնց գլոբալ արդեն սովորել ենք, նման արձագանք, չնայած առաջին տիկնոջ բերանից իհարկե նման բառեր լսել եմ, մի տեսակ, եթե չասեմ անհարմար է, տխուր է լավ։ Բայց ընդդիմադիր լիդերների վարքագիծը ինձ կատաստրոֆիկ ջղայնացնում ու տխրեցնում է։ Ինչ ես կարծում, ինչով է պայմանավորված այս պարտվողական, այս ամբարտավան ու մյուս կողմից էլ ցինիկ ու երկրի մասին ոնց որ թե վերջին հերթով մտածող ընդդիմադիրների գոյությունը մեր երկրում։ Սկսենք մի քիչ Աննա Հակոբյանից մի բառ եմ ուղղակի ուզում ասել, քանի որ ինձ թվում է նաև մեզ էր անդրադարձել, երբ որ ասում Մեզ էր անդրադարձել, հրապարակից 4 թե 5 նյութ ա դրել, իմիջ այլոց ասեմ մեր հետևորդներին, այդ նյութերը եռապատկել են իրենց դիտումները։ Դրանց որ Տիկին Հակոբյան շարունակեք, բոլոր մեր նյութերին անդրադարձեք, հատուկ իմ կողմից խնդրանք։ Գնացինք։ Նայ, դե ամուսինը ընդդիմությանը համբալ է անվանում, Աննա Հակոբյանը հասարակությանը տգետ է անվանում, տխմար, ոչիլ այն խեղճ կնոջը, որը ասենք հերիք չի, որ կորցրել է եղբորը, մի բան էլ ասենք տուն, տեղ, հայրենիք իրանց պատճառով։ Նայ, տգետը ով է։ Ինչ է նշանակում տգետ կամ տգետի հակառակը որն է, գիտունը, չէ՞, կիրթը։ Հիմա Աննա Հակոբյանը համարում է, որ ինքը կիրթ է, ինքը գիտուն է, չէ՞։ Դաստիարակված է։ Դաստիարակված է։ Ասում է ոչիլ, ում են ոչիլի հետ համեմատում։ Այն մարդուն, ով որ ապրում է իբր թե ուրիշի հաշվին, չէ՞։ Այսինքն ինքը ոչինչ չի ստեղծում, սնվում է ուրիշի արյամբ, ուրիշի հաշվին։ Պորտաբույծ է։ Պորտաբույծ է։ Ուրիշի աշկի վրա։ Հա։ Հիմա մի բան ասեմ։ Նիկոլն ու իր կինը, իր ընտանիքը ում հաշվին են ապրում։ Իրանցից ես իրանց ոչինչ Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին են ապրում, որը ձևավորում է իմ ու քո վճարած հայտները։ Այսինքն իրանք ոչինչ չստեղծելով, ոչինչ
բացարձակապես ոչինչ չստեղծելով, ապրում են ամբողջ հասարակության հաշվին։ Բայց իրանց ոչիլ անվանելը սխալ է, որովհետև ոչիլի կերած արունը ինչ է, ասենց գրամներ։ Մարդու կյանքի որակը շատ չի փոխվում, էլի, եթե քոր մորը չլինի, ուրիշ բաները չի խանգարի։ Հա, իրանք վամպիր են, վամպիր։ Տեսել ես, չէ՞ որ այսպես մենք կարող է, ասենք հիմի ժիվոյի կյանքում մինչև հիմի ես մի կինո որ նայում էի, դե մտածում էի դա ֆանտաստիկա է։ Այտենց բան ո՞նց կարող է կյանքում լինի, որ մեկը գա, ասենց ատամները մցնի բանի Արնակամանի մեկի վզի մեջ ու ասենք ամբողջ արունը խմի ու այդ օրգանիզմը սպանի։ Հետո տեսա որ 7 տարի առաջ համոզվեցի որ կարա կյանքում լինի։ Ոչ թե մի մարդու ախպեր սրանք 5000 երեխու արուն են կերել։ Իրանց իշխանությունը Աննա Հակոբյանի 3 միլիոնին էլ խմում են, ես քեզ ասեմ։ Նրանցը խմել են Մինչև վերջ։ Մինչև վերջ։ Մերը տենց մասամբ են խմում, որ մենք մերը խմում են անverջ։ Նրանցը մինչև վերջ, մերը անverջ։ Այո։ Հիմա տգիտության մասով իրանք իբր թե ասում է կրթվելը նորաձև է, չէ՞։ Հիմա ես ու իբր գնում է գյուղեր, քաղաքներ, ինչ որ մարդկանց կրթելու։ Կարող է հայհոյանքների բանն է, ցանքն է շատացնում մարդկանց։ Դասի ու թաքուն են պահում։ Հա, չէ, բովանդակություն չեն հրապարակում, ասենք կարող է, չգիտեմ, առաջ հիմա գյուղացին ասում էր մենակ հիմար ու տխմար, հիմա գիտի որ տգետ, ոչիլ, կարելի է լիքը տոց հայհոյանքների ցանկալի ընդլայնում են։ Եթե մեկը ուզում է հասարակությանը կրթի, չէ, ի՞նչն է գաղտնի պահում։ Այլի։ Հետո հրապարակային թող դնեն, մենք էլ կրթենք։ Հետո մենք դպրոց ենք սովորել, հետո ուրիշ տեղեր ենք սովորել։ Դպրոցում օրինակ գիտեինք, որ կա մաթեմատիկա առարկա, հայոց լեզու, գրականություն, չգիտեմ, երկրաչափություն, տարբեր դասատուներ, դասախոսներ, տարբեր առարկաներ էին, չէ՞, ասենք նորագույն պատմություն։ Հիմա օրինակ ուզում եմ հասկանամ, Աննա Հակոբյանը ինչ առարկա է, կամ Նիկոլ Փաշինյանը ինչ առարկա է դասավանդում, կարաս ասես։ Նորաձև։ Նորաձևը տենց առարկա գոյություն չունի։ Կարան ասեն հասարակագիտություն ենք դասավանդում, չէ՞։ Բայց աղբեկյան հələ մի հատ արեք տեսեք ձեր կառուցած, ձեր ստեղծած պետությունը որն է։ Ու երկրորդը, այս մարդիկ իրանք ընդունում են, որ իրանք այնքան տգետ են։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է, որ ինքը տգետ է։ Հրապարակայնորեն է ընդունել, ինքը ասել է, որ մենք մնացել ենք 7 տարի մնացել ենք առաջի դասարանում։ Միայն տգետը կարա 7 տարի մնա առաջի դաս։ Տգետը չի կարա։ Ոնց շատ տգետը կա։ 2-3 տարում անգիր կանես էլի։ Ինչ ասեմ, իրանք բացառիկ տգետներ։ Բացառիկ, այո։ Բացառիկ տգետներ։ Էքսկլյուզիվ տգետ։ Հա, չկա տենց բան։ Ինձ մենակ գիտես ինչ մի հատ շեշտադրում մարդը ասում է առաջ միայն ընտանեկան միջավայրում էի այս բառերով, այս էպիթետներով խոսում ես մարդկանց մասին, այսուհետ նաև իրացնելու եմ իմ խոսքի ազատության իրավունքը եւ խոսելու եմ հանրային միջավայրում։ Այստեղ մենակ մի հարց է ծագում։ Դու պատկերացնում ես այդ ընտանիքում ինչ խոսույթ է տիրում։ Այդ ընտանիքում ժողովրդի ներկայացուցիչների մասին, իրենց հպարտ քաղաքացիների մասին, ինչ որակումներ են հնչում, ինչ արձագանքներ են հնչում, իրենք ոնց են վերաբերվում մինիմալ քննադատությանը, ինչ ռեակցիա են տալիս, ինչ անուններ են ու պիտակներ են կպցնում։ Ես պատկերացնում ես քո մասին ասենք իրենք իրար մեջ ինչ են խոսում։ Դե բայց դա բան է, փոխադարձ է։ Դու էլ ես տանը խոսում, չէ՞։ Ինչ մենակ տանը։ Մենք ստեղ ենք խոսում, Բայց քեզ թույլ չես տալիս, էլի տխմար անվանես, ոչինչ անվանես։ Ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Լսի, երբ որ հասարակությունը ատում է իրանց, չի կարա հնարավոր չի, որ իրանք չատեն հասարակությանը։ Երբ որ ես ասում եմ խոսելու մասին չի, խոսելը դա բանի վերաբերմունքի ընդհանրապես արտահայտման ձևն է։ Այսինքն հիմա եթե հասարակությունը ատում է սրանց, չէ՞, ինչ ասես կարա ասի։ Մեկը բաները նայում ես, ենթադրենք մեկնաբանությունների բաժինի, ես մեկնաբանությունները, տարբեր հարցումներ, վիդեոներ, չէ՞, սայթ կայ տարբեր կայքեր բաներ։ Ինչ ասես խոսում են, ինչ։ Սկսած մահը ցանկանալով, վերջացած այն ամենա վերջին, հա, անեծքները։ Հիմա նայի, եթե իրանք գիտեն, չէ՞ դա, Զարա, իրանք գիտեն, թե չգիտեն։
Ենթադրում եմ, որ գիտեն, ոնց կարող չիմանան։ Ես տենց ներքին ինֆորմացիա ասեմ, մարդու կնիկ 2-3 հեռախոսով անընդհատ տարբեր բաներով, պրոֆիլներով Facebook են սկրոլանում։ Անընդհատ նայում են, տեսնեն ինչ թազա բան հայտնվեց։ Իրենք աշխատանքով զբաղված չեն, իրենք գործ չեն անում, իրենք անընդհատ այդ Facebook-ի մեջ են։ Նույնիսկ ասենք միջոցառումների ժամանակ, ինչ որ պաշտոնական բաների ժամանակ, իրենք Facebook են սկրոլանում։ Չեն կարա չիմանան մի խոսքով։ Քանի որ իրանք գիտեն, որ հասարակությունը իրանց ատում է, Այն նույն ձևով իրանք այդ նույն հասարակությանը ատում են։ Բայց ինձ թվում է հակառակ process-ն է եղել, էլի իրանք ի սկզբանե ատել են այս հասարակությանը։ Որովհետև սկզբում Գոնե Նիկոլ Փաշինյանը, ասենք 80%-ի անվերապահ սեր ուներ։ Հիշում ես։ Փողոցում անցնում էր մարդիկ դիմացը ծնկի էին իջնում։ Այդ մարդուց, այդ սիրուց ինքը եկավ հասավ այս ատելության քանակին։ Հա, բայց դա հո հասարակությունը մեղավոր չի, որ 80%-ից դառավ 0.8%։ Ինքը իր գործողություններով միանշանակ, ուզում եմ ասեմ, թող հասարակությունը իր այդ ատելության համար չմեղադրեն։ Մենք ձեզ ի սկզբանե սիրել ենք ու հսկայական։ Մենք մի ասա, ես չեմ սիրել, մենք որպես ժողովուրդ հսկայական ձեզ կրեդիտ ենք տվել, հա, մեր հասարակության մեծամասնությունը խաբված ելնելով, սենց արի կոնկրետ ձևակերպենք, էլի։ Մեր հասարակության կոնկրետ մի ստվար զանգվածը կամ մեծամասնությունը չճանաչելով իրանց ի սկզբանե չճանաչելով, որովհետև հնարավոր չի ճանաչել, ասենք, ընդդիմադիր ոչ իշխանական լծակներ տիրապետող մարդուն, որը ուղղակի բան է անում, դեմագոգիայով է զբաղված, պոպուլիզմով է զբաղված։ Հա, հետո ընթացքում ճանաչել են, հասկացել են ախպեր ոչ էլ ճանաչել են։ Ձեր արածի համար այս վերաբերմունքը ձեզ։ Ոչ թե որ դուք, չգիտեմ, վատ խոսացիք, ձեզ վատ պահեցիք, այլ արացի, Արցախը հանձնեցիք, նման վերաբերմունքի արժանացաք, այդ երեխեքի արունը խմեցիք միջև վերջին կաթիլը, նման վերաբերմունքի արժանացաք, ոչ մի բան պատահական չի, ոչ մի վերաբերմունք, ոչ Տիկին Հակոբյանի նկատմամբ, ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ նրանց մտերիմների, բարեկամների, հարազատների, ՔՊ-ների բոլորի նկատմամբ, այդ վերաբերմունքը պայմանավորված է իրանց գործողություններով։ Որովհետև բան այս ազգը, ասենց ասեմ, որ դա տիպը շորը չհավանես դրա համար աննային բանա հայհոյումը, այդպես բան չկա։ Ձեր արածն է։ Զառա ջան, ես որ ասում եմ իրանց ճանաչեցին, իրանց գործողություններով, իրանց քայլերով, իրանց արածով, իրանց խոսացածով, ամեն ինչով։ Ի վերջո, այս 7 տարի Պրիվետ, տակոյ ответ։ Իհարկե։ Հիմա վերադառնանք ընդդիմությանը։ Ես էի ուզում ասեի։ Ասա։ Այս ընդդիմությունը, ասենց ասեմ, նույնքան վատն է, ինչքան այս իշխանությունը։ Այս վերջի շաբաթների բոլոր ընդդիմադիր գործիչների, կուսակցությունների, չգիտեմ, խմբակցությունների բոլորի վարքագիծը մենակ նողկանք առաջացնում, մենակ զզվանք առաջացնում, մեկը մեկից տհաճ են, մեկը մեկից բան փոքր նեղանձնային շահերով պայմանավորված գործողություններ են անում, մեկը մեկից, ասենց ասեմ, Նիկոլի մնալու երաշխիք են։ Լրիվ համաձայն եմ, որ Նիկոլը չէր ելնի այսօր իշխանության, եթե Հայաստանում ելներ ավելի մոտիվացված, ավելի գաղափարական ընդդիմություն։ Միանշանակ։ Այդտեղ ոչ մի խոսք չկա։ Այս մարդիկ կարող է սուտ չեմ ասում, բայց հանրային տրամադրություններն են այտենց զգացումը։ Բայց ուզում եմ մի հատ թվարկենք էլի այս վերջին գործընթացները։ Ինչը նկատի ունես, ասենք ինչն է մեր զայրույթի պատճառը, էլի։ Մենք չստացվի որ այնց անհիմն մեղադրանքներ են քնչեցնում, ասում ենք ընդդիմությունը վատն է, բայց չենք ասում ինչի է վատը։ Ինչի է վատը ընդդիմությունը։ Ասենք Բագրատ Սրբազանի այդ հարցազրույցից, որը անցած տարի ընդդիմության առաջնորդությունը վերցրեց, մարդիկ հավատացին, որ Բագրատ Սրբազանը կարա Հայաստանում իրավիճակ փոխել, հեղափոխություն անել, իշխանափոխություն։ Հոգևորականի նկատմամբ այդ վերաբերմունքը, բանը, հարգանքը, այս մարդը կարողացավ մի տարում դա իր արածը, ես սկզբից օրինակ մտածում էի, որ եթե ինքը հաջողության հասնի, ու չգիտեմ ինչի ինձ թվում էր, որ հնարավորություն կա, որ հաջողությունն հասնի, սխալվեցի, լսի, դա
մեծապես կնպաստեր հայ առաքելական եկեղեցու վարկանիշի դերի հեղինակության, սենց ասենք, հեղինակության համախմբող կառույց կդառնար ու մենք կարողանանք պետությունը ոնց որ վրացիք են իմիջայլոց իրանց կաթողիկոսի իրանց եկեղեցու շուրջ այդ իրանց այդ սերը հավատարմությունը անծայրածիր Դեսի Բագրատ Սրբազանը ճիշտ հակառակը արեց տապալելով այդ շարժումը ինքը մարդկանց մոտ հիասթափություն բերեց նաև եկեղեցու նկատմամբ այո եկեղեցու եւ եկեղեցիականների նկատմամբ Մարդը գնացել է եթերում ուղղակի մի փոքր մեջբերում անեմ, էլի ես գիտեմ որ դու չես նայել այդ հաղորդումը, դրա համար ես մեջբերում եմ։ Բագրատ Սրբազանը գնացել է իմ նեմնի եթերում, բառացի այս բաներն է հայտարարել, որ հրապարակներ կարող եմ լցնել միայն ես, ինձնից բացի մարդ չկա, որը կարող է փողոցային շարժում գեներացնել եւ ապահովել այդ շարժումը, եւ որ եթե լինի ինչ որ տեխնացու իմպիչմենտի տարբերակով կամ իշխանապողության այլ ֆորմատի տարբերակով, այդ տեխնացուին պիտի հավանություն տա անձամբ ինքը, որ եթե այդ տեխնացուն իրան դուր չկա, ով էլ լինի, մեկը չի թողնելու ինքը այդ մարդը ընտրվի։ Ինչքանով է սա հարիր շարժման ղեկավարին, հոգևորականին, այս խոսույթը вообще ո՞ց կարելի է բերել Կարա նախ ինքը շարժման ղեկավար չի։ Ինքը շարժման ղեկավար էր անցյալ ժամանակով։ Այն շարժումը, որը ինքը ղեկավարում էր 2024 թվականին, այլևս գոյություն չունի։ Դա կոչվում էր Սրբազան շարժում, եթե հիշում ես։ Սրբազան շարժումը գոյություն չունի։ Ինքը անցյալ տարի մայիս ամսին հանրահավաք կազմակերպեց Տավուշը հանուն բայց ամենազանգվածային, ամենաօրգանիկ, ամենաքաղաքական պատկանելիություն չունեցող հանրահավաքներ վերջին տարիների ընթացքում։ Արի այդ փաստը ֆիքսենք։ Հա, իհարկե, հետո հունիսին ինքը արեց, այն հիշում ես հունիսի 12-ի այդ հայտնի դեպքերը։ Դրանից հետո ինքը կամած այդ շարժումը տարավ մարելու մինչև սեպտեմբեր ամսին ու եթե ինքը հետո հայտարարեց ասեց որ պահին պետք լինի կասեմ էլի կմտնենք ակտիվ փուլ էլի հրապարակները կլցվեն նես չի որ ես տենց բրծելա Սարա ջան ոչ միայն Բագրատ Սրբազանը բոլոր ընդդիմադիր նախկին ներկա չգիտեմ առաջնորդներին թվում է թե այդ հրապարակը իրանց սեփականությունն է մարդիկ էլ բան են ռոբոտներ են որոնց վրա իրանց ձեռն էլ պուլտ կա այդ պուլտի կնոպկեն կսխմեն մարդիկ վազելով տնից քնած երեխուն մեկը կթողի դպրոցում մյուսը մանգապարտեզում մեկը կիսասոված մեկը կիսա հոգնած բան ու կվազեն ես Իսկ դու կանխատեսում ես որ հիմա եթե ակտիվացավ Բագրատ Սրբազանը այլևս նույնիսկ ասենք չգիտեմ այդ հրապարակի կեսը չի հավաքվել Ինչ կեսը Այդ հրապարակի ինքը այլևս այն ժամանակ հիշում ես ասում էին 60,000, 70,000, ասի ինքը 700 մարդ չի կարանալու հավաքի։ 700 մարդ։ Այդ դեպքում էս ամբարտավան վարքագիծը, որ ես եմ միայն փողոց լցնող եմ, հրապարակ լցնողն եմ, մենակ ես կարող եմ այդ գեներացնեմ կամ իմ թույլտվությամբ պիտի դուք այդտեղ տեխնացուներ նշանակեք։ Այդ ինչով է պայմանավորված։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը 100,000-անոց հրապարակ էր հավաքում։ Հիմա 1000 մարդ չի կարա առանց վարչական ռեսուրսի, հա կարող է մարզպետներով, գյուղապետերով, չգիտեմ, կառավարության անդամներով, ընտանիքներով մի 1000 հոգի հավաքի։ Հա դա ինչ վերաբերում է ամբարտավանությանը, ուզում ես բարձ ասեմ։ Ասեմ։ Փողի հարց է, փողի։ Բագրատ Սրբազանը ունի ֆինանսավորում, ֆինանսավորողներ, այդ շարժումը բարձա չէ որ ձրի չէր։ Ինչ որ փող կար, փող տվողներ կային։ Հիմի ուզում ասի ախպեր այդ 70,000 մարդ ունեմ։ Մի մարդուն, ասենք անտեր մարդուն, ով ուզում է սեղի, Բագրատ Սրբազանը չէ, ով ուզում է սեղի։ Բանը փող կտան։ Բարձա Հայաստանի ներսում, դրսում, չգիտեմ, լիքը շահագրգիռ մարդիկ կան, որոնք ուզում են, որ Հայաստանում իշխանափոխություն լիներ։ Ու պատրաստ են դրա համար ինչ որ ֆինանսական աջակցություն Իհարկե, այն ժամանակ ինքը այդ շարժման առաջնորդներ կարում էր 70,000 մարդ հաներ փողոց, այդ մարդիկ իրան ֆինանսավորում էին։ Ինքը ուզում է ֆոնը պահի, թե իբր թե ես հələ շարժման առաջնորդն եմ, իբր շարժումը կա, ես կարամ հələ 70,000 բան անեմ, որ այդ ալիքի վրա այդ փողը ստանա։ Բարի, անցնենք հաջորդ մի հատ հարց եմ տալի, դրա հետ կապված։ Հիմի քեզ հարց եմ տալի։ Հիմի որ դու
ասենք Բագրատ Սրբազանի տեղը լինեիր, ինչ պետք է ասեիր։ Այդ մտած պետք է ֆոն պահեիր էլի։ Ես ասեմ ինչ կասեի։ Ես կասեի, ես պահի դրությամբ ես այն ռեսուրսը չունեմ, ոնց որ ունեի այն ժամանակ, բայց սիրով պատրաստ եմ ցանկացած ընդդիմադիր գործընթացին աջակցել, մասնակցել։ Կարևոր չի ով կլինեն դրա նախաձեռնողները։ Ես իմ ունեցած, չգիտեմ, 7000 մարդ ունեմ, 700 մարդ ունեմ, 70 մարդ ունեմ, այդ մարդկանց տրամադրում եմ իշխանապողության ցանկացած գործընթացի համար։ Ես գալիս եմ ձեր հետ կանգնեմ, ձեզ եմ խնդրում գալ իմ հետ կանգնել։ Եկեք համախմբվենք, անենք այս գործը։ Զարա ջան, մարդը ոչխար չի, ինչ է նշանակում 70 մարդ ունեմ կամ 500 մարդ ունեմ։ Դա սեփականություն չի։ Մարդիկ ովքեր լսում են ինձ, ովքեր անսում են իմ կարծիքին, կարող եմ ես կոչով հրավիրել հրաբարակ։ Կան չէ մարդիկ երեք, որ իրար լսում են։ Երևի կան աշխատողները, իր աշխատողները։ Հա, վարձու։ Լավ, շատ Բագրատ Սրբազանի վրա բան չանենք, անցնենք մյուսներին։ Անցնենք մյուսներին։ Իմպիչմենտի գործընթացը սկսել, դրա մասին մենք խոսել ենք արդեն մի քանի անգամ, կա արթուն ենք նախաձեռնություն, որը փորձում են ինչ-որ տենց արտախորհրդանական ուժերի աջակցությամբ խորհրդանական կուսակցություններին ընդդիմադիր ստիպել իմպիչմենտի գործընթաց սկսել։ Հիմա այդ գործընթացի շրջանակներում երկու նախկին ԿՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը տեխնացությունը ներկայացրել շատ անսպասելի Նիկոլ Փաշինյանի նախկին դաշնակից, նախկին աշխատող Էդմոն Մարուկյանի տեխնացությունը։ Ես ինձ ասեմ գլոբալ մի բուջուր sense բանով իմ կարծիքն ասեմ, հետո դու բան կանես։ Մի փոքր ես իմ կարծիքս։ Հետո դու բոլորին կքլնգես։ Ես գլոբալ ցանկացած գործընթաց, որը ուղղված է իշխանապողությանը, ես դրան կողմ եմ, անկախ նրանից դա ով է նախաձեռնում, ում միջոցով են փորձում անել եւ այլն։ Ասած ասեմ, շատ խիստ վերապահումներով եմ վերաբերվում Էդմոն Մարուկյանի տեխնացիան, բայց դե մյուս կողմից է մարդկաց չես կարող մեղադրես, ուրիշ տեխնացիոն չկա, երկու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները վերկացան հայտարարություններից, որ իրենք տեխնացու չունեն, հայտարարություն էլի, ասենք, մի տարուց պատրաստում եք ընտրության գնաք, երկուսդ էլ առաջադրվելու եք, մի հոգի չկա ձեր մեջ, որ ասեք, այս մարդը կարա մեր ապագա վարչապետը լինի։ Այդ երկու կուսակցությունները ասես մի կողմ քաշեցին, սկսեցին իրար թիրախավորել, չգիտեմ, Հայաստան դաշինքն ասում է, անում եք, որ մեր Ռոբերտ Քոչարյանին փչացնեք, պատիվ ունեմը ասում է, դուք էլ չեք անում, որովհետև Նիկոլին եք պահում ձեր չանելով, ձեր բանը մասնակցությամբ ինքը մնում է իշխանության։ Սենց մի հատ տպավորություն է, որ սա ընդդիմություն չի, սա չգիտեմ, էս ինչ է։ Սրանք ինչ են ուզում վերջը։ Այ իհարկե, որ ասում է ռուսերեն բան կա, չէ, խոտ կանյում, ձիով քայլ, չէ։ Բանի Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի արածը այդ ձիով քայլն էր, այսինքն շատ անսպասելի։ Առաջադրել մի հատ տեխնացու, որը չունի հանրային լայն աջակցություն, ավելին չունի ընդդիմադիր երկու խմբակցությունների ստորագրությունները, ոչ մի պարագայում չի ստանալու։ Լավ, չունի հանրային աջակցություն, այսինքն հանրությունը այդ մարդուն չի ընկալում որպես երկրի ապագա առաջնորդ։ Ավելին, հասարակության մի մեծ զանգված, այսպես ասած ընդդիմադիր զանգված, ովքեր ուզում են, որ երկրում ըլնի իշխանափոխություն, սրտանց ուզում են, հարց են տալի, ասում են, լավ, որ պետք է Նիկոլ Փաշինյանը չլինի, պետք է լինի Էդմոն Մարուկյանը, ինչ տարբերություն։ Լավ, ինչ տարբերություն։ Լավ, դե բայց հիմա չեք ֆիքսում։ Մյուս կողմից էլ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը մեղավոր չեն, որ այդ քո ասած հանրային լայն աջակցություն ունեցող ընդդիմությունը մի հոգի չի տալիս, ասի եկեք այս մարդուն առաջադրեք, դուք էլ ստորագրեք, մենք էլ ստորագրենք, գնանք բոլորով անենք։ Իհարկե, ես համաձայն եմ։ Այստեղ Էդմոնի խնդիրը չի հասկանում ես։ Ես բացարձակ Էդմոն Մարուկյանի ֆանատը չեմ, ընտրողը չեմ եւ այլն։ Ես էլ ֆանատը չեմ, ընտրողը չեմ, ընդհակառակը իմ համար անընդունելի տեխնացու է։ Բայց մյուս կողմից էլ մեր համար ընդունելի տեխնացուն, հա, ասենք, չգիտեմ, Լևոն Քոչարյանը։ Բայց պատկերացնենք մի բան, որ մեր ընդունելի տեխնացուն Լևոն Քոչարյանն, Լևոն Ռոբերտի Քոչարյանի տեխնացությունը։ Բարձր չէ, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իրանք առանց Լևոն Քոչարյանի համաձայնության չի կարող իր տեխնացիան ներկայացնել, չէ՞։ Թե երկու ընդդիմադիր կուսակցությունից մի մարդ չկա նորմալ, որը ասի, հա, ես համաձայն եմ, եկեք ինձ առաջադրեք, Էդմոնի առաջադրելը շատ օրինաչափ է։ Ինչ ա եղել որ։ Դե լսի, իրանք էլ Էդմոնին առաջադրել են, որ ցույց տան, որ դուք կռիվ եք տալի ոչ թե Նիկոլի դեմ, այլ կռիվ եք տալի իրար դեմ եւ հանուն ձեր իշխանության։ Այսինքն
իրանք սրանով ցույց տվեցին հասարակությանը ու շատ լավ ցույց տվեցին, որ այս մարդկանց կռիվը ոչ թե Նիկոլին հեռացնելն է ու երկրում նորմալ իշխանություն ձևավորելը, այլ ընդամենը Նիկոլը չլինի, մենք լնենք։ Հա, Նիկոլին պահում են աթոռը տաքացնողի կարգավիճակում։ Իրանց թվում է, որ sense tennis Նիկոլը մի օր գնալու է, չէ՞, Նիկոլի ժամը հետ հաշվարկը ոնց որ թե տեսանելի է։ Թող այնքան նստի այդ աթոռը տակ պահի, միջև մենք ստեղ պատրաստ լինենք, իր տեղը մենք նստենք։ Հա, բայց տենց երկիր են բադանում։ Տենց քարոզարշավ են անում, լավ, սա ջանդա։ Այդ նույն տրամաբանությամբ կարանք գանք հասնենք 26 թվական ու էլի Նիկոլ Փաշինյանը իշխանության մնա։ Հա, որտեվ իրանք չկարողան պայմանավորվեն մի տեխնացուի շուրջ, ամեն մեկը իր բանով կուսակցությունով մտնի, ասում նույնիսկ քարոզարշավի տեսակետից իմ ասած այս վարքագիծը։ Դասի հանրային գիտակցության մեջ սկսվում է բանը գնել այն թեզը, արմատանալ այն թեզը, որ ընդդիմության նպատակը ոչ թե Նիկոլին հեռացնելն է, այլ Նիկոլին պահելը։ Դու պատկերացնում ես դրանից ավելի խայտառակ բան, որ մարդիկ, հասարակ շարքային մարդիկ մտածեն, որ ընդդիմության նպատակը Նիկոլին հեռացնելը չի։ Նիկոլի իշխանությունը ամրապնդելն է։ Ֆոն աշխատելն է, Նիկոլի համար դեկորացիա են աշխատում։ Ամառ Նիկոլի համար են աշխատում, չգիտեմ, դրսի համար են աշխատում, էական չի։ Ստե պատվիրատուների կամ չգիտեմ, տարբեր մոտիվացիա կարա լինի, տարբեր։ Մեկը կարող է ասի, դե տենում են իրանք չեն կարողանում գալ, ասում են թող մնա Նիկոլը, մեկը ասում է դե արևմուտքից սրանք սաղ արևմուտքից են կառավարվում կամ մեկը ասում է բոլորը ռուսի զանգին։ Բոլորը Ռուսաստանից են կառավարվում, մեկը բոլորը արևմուտքից են կառավարվում, քանի որ վերևից հրահանգ չկա Նիկոլին հեռացնել, իրանք էլ ասում են դե լավ, թող Նիկոլը մնա, քանի որ մյուսները ասում են ախպեր, դե հիմի փող համաձայնվեցված նույն թիմն է, դրա համար իրար դեմ չեն աշխատում ուղակի, բայց փաստը մնում է փաստ, որ հանրային գիտակցության մեջ այս մարդիկ կամած էլ չեն ընկալվում որպես ընդդիմություն։ Ում է դա ձեռնտու։ Մենակ Նիկոլին։ Հաստատ։ Մենակ Նիկոլին, որովհետև եթե այս պատկերը մնա ու այս պատկերը գնալով խորանա 26 թվականին մենք չենք հավատալու, որ իրանք իսկական կռիվ են տալիս Նիկոլի դեմ։ Լսի, հասարակության 80% ընդդիմադիր մասը չունենալով ուղենիշ, չիմանալով պարզ ասենք, չիմանալով ում ընտրի, որ չի գնալու вообще։ Հա, ասելա դուք էլ ձեր ընտրություններն գնացեք 10 հոգով իրար մեջ ընտրեք։ Որտեվ լսի, ու այդ ժամանակ 20%-ը, որը վերահսկման Նիկոլը, այդ այսպես ասած վարչական ռեսուրս, ոստիկանություն, բանակ, չգիտեմ, պետական կառավար։ Էլի 80% վարչապետ։ Նիկոլն էլ կնա մեծամասնություն կունենա, Սահմանադրական ազգային ժողովում խնդիր չունենա, ինչ օրենք կուզենա կանցկացնի, խաղաղության պայմանագիրը կհաստատի, բոլորներում կդառնա մենանիկոլություն։ Իրանք էլ կասեն 8% վարկանիշ կամ 6%, ասենք կհաշվեն, որ հասարակության 20%-ն է գնացել ընտրության, դրանից 80% ընտրելա Նիկոլին։ Հա, 80%-ը, դա 80 չէ, լավ 50%-ը ընտրելա Նիկոլին։ Կդառնա 4%-անոց Նիկոլ, բայց մեկը կլինի ես երկու իշխան։ 10%-անոց կամ 8%-անոց կհելնենք ասեն, նա ընդամենը 8%-ի, բայց ինչ, հիմի որ ասենք Ավինյանի համար ասում են, ինչ Ավինյանին դրանից, հա 9%-անոց քաղաքապետ, ինչ Ավինյանին դրանից բանա, ցուրտա թե շոքա։ Ոչ մի բան, ինքը իր պաշտոնին նստած է, իր համար այդ բանը Երևանը ղեկավարում է։ Է հիմի Նիկոլն էլ թողնի 4%-անոց։ Ու չեն կարողանալու իրանք այս մնացած ժամանակահատվածում ապացուցեն, որ եթե չմիացանք իմպիչմենտին, որովհետև սենց ինձ էիք թիրախավորում են, մեկն ասում է չէ դուք պրոստը չեք ուզում եւ այլ, չմիացանք, բայց 26 թվին եկել են կատաղի կռիվ տանք իշխանություն վերցնենք։ Ո՞վ է հավատալու, եթե դուք մի տարի առաջ դեմ էիք իմպիչմենտի, խիպտի հավատանք, որ հիմա կողմ եք Նիկոլին հեռացնել։ Հասկանում ես։ Էլի եմ ասում, բոլորը խոսում են։ Իհարկե լրիվ համաձայն եմ, լրիվ, ինչ ասում ես համաձայն եմ։ Ես ուրիշ բան եմ ասում, երբ որ մարդիկ ասում են, որ Նիկոլի վարկանիշը ընկել է, ընկնում է, չէ։ Նիկոլի վարկանիշը այնքան է ընկել, որ էլ ընկնելու տեղ չունի։ Լսի, всё։ Մի հատ հասել է, մի հատ տնեցիք իրան ընտրեն այդքան ալնելու եք։ Դա ինքը իր այդ վարչական ռեսուրսը, իմի չգիտեմ, 25%, 30%, 35%, ինքը ունի։ Իրատակը դրած է։
Հիմա այս մի տարվա մեջ ու սկսվել է ընկնում է ընդդիմության վարկանիշ։ Ընդդիմության վարկանիշը գիտես որն է։ Ընդդիմության ամենահավանական լիդերը այսօր ասուլիս է տալիս, ասում եմ մենք մասնակցել ենք 26 թվին, գնալու ենք Նիկոլին, ախպեր, դու 21-ին այդքան վստահության բարձր բան ունեիք, տոկոս ունեիք, չկարողացաք հաղթեք Նիկոլին։ Ո՞նց է 26-ին հաղթելու։ Մի հատ ճանապարհի քարտ ես, էլի, մի ձևն ասա, մենք էլ իմանա։ Չէ, իրանց լոգիկան գիտես որն է, էլի եմ ասում, իրանց լոգիկան այն է, որ քանի որ 21 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ընկել է, Հա, բայց իրանց ինչքան անգե։ հա, ես էլ եմ հենց այդ ասում։ Նիկոլին 2 անգամ անգել, 3 անգամ անգել, իրանց է ընկելա 4 անգամ, 5 անգամ։ Զարա ջան, Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականի հունիսի 18-ին ընտրություններից 2 օր առաջ Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք արել։ Ես էլ էի այնտեղ։ Հիմա թող Ռոբերտ Քոչյանը մի հատ հանրահավաք անի, էլի։ Թող անի։ Ու ընդհանրապես եկեք կոչ անենք, հա, քանի ասма տենց հնարավորություն ունենք, իչի չէ։ Բոլոր ընդդիմադիր լիդերներին, Բագրատ Սրբազանին, Ռոբերտ Քոչարյանին, չգիտեմ, Սերժ Սարգսյանին, Արթուր Վանեցյան, բոլորի կոչ են կան։ Մարդը մի հատ հանրահավաք արեք, տնանք ինչքան մարդ եք հավաքում։ Որ դուք տենց բոլորդ գնալու եք ընտրությունների, հա, չէ, ենթադրվում է էլեկտորատ ունեն, մարդիկ ունեն, ովքեր գալու են իրանց ընտրել։ Մի հատ demonstration, էլի, մի հատ ցույց տվեք։ Իրանք կարան ասեն մենք էլեկտորատ ունենք, բայց пассив էլեկտորատ է, այսինքն մարդը ամաչմա դուս գալ հանրահավաքի մասնակցել։ Հա, մարդը պատրաստ է մեզ քվեարկի, բայց մեր համար փողոց դուրս չի գա։ Իրականում հասարակության մեջ այսօր այնց բանը հուսահատության ապաթիայի մի հատ մթնոլորտ է։ Ախպեր չէ, չենք հույս չունենք, այս ընդդիմությունից էլ հույս չունենք։ Որևէ ով կարա ունենա, մեզնից շատ հույս ունեցողն ով էր այս երկրում։ Ու դա ում է ծառայում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության հավերժականացման է։ Խայտարակ բան է, չէ՞, խայտարակ բան։ Բայց փաստ է, հիմի կարան ասեն sense դուք նստել եք բան հուսահատության։ Ես հուսահատության մթնոլորտ չեմ քարոզում։ Ես ընդամենը ասում եմ, որ այսօր իրանք հասարակությանը հասցրել են հուսահատության։ Տղեկ կռիվ տալու ժամանակն է։ Կա արդյոք հասարակության մեջ խանդավառություն, որ ես էլ մի հատ գամ հուսահատություն քարոզեմ։ Հա որ խանդավառված լինեին, լսի, քարոզելով ոչ մի բան հնարավոր չի, ոչ հուսահատությունը հնարավոր, ընդհակառակը։ Քարոզելով մարդկանց կարելի է հույս ներշնչել, բայց ասենք այս մարդիկ ասում են այդքան ընտրություն 26 թվին։ Ոչ մի չեն ան։ Զարա ջան, մենք խոսում ենք, որ 20 մայիս ամսին հնարավոր է իշխանափոխություն անել։ Լսի, ես հաշվել էի, որ եթե Գյումրիում Նիկոլ Փաշինյանը պարտվում է, Գյումրիի ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո 5 րոպե հետո հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Ես քեզ ասում եմ, Գյումրիից թող ընդդիմությունը այդ 4 խմբակցությունները համախմբված երթով գային, ասեին Գյումրիում հաղթել են, գնում ենք Երևանում հաղթենք։ Պատկերացնում ես քանի 100,000 մարդ էր միանալու։ Ինչքան բան կլինես, չէ, վերել կլիներ, գարնանային ասում։ Գալու էին այտենց փարաքյարով մտնելու էին Երևան։ Լսի, նույնիսկ Գյումրիի հաղթանակը այնց արեցին, որ բան կորցրեց էլի այդ ոգևորությունը։ Փոզմիշ արեցին, հա, փոզմիշը երևի թուրքերեն բառը թող մեզ դիտողները փոշիացրեցին, հա։ Թոզմիշար։ Համուն տվեցին։ Չէ, մենք կատաստրոֆիկ ջղայն ենք։ Մենք եթե իշխանությունից սպասումներ չունենք, ընդդիմությունից ունեինք այդ սպասումները, հասկանում ես, ու սրանց այս իմպոտենտ վիճակը իրար մեղադրելու, իրար արածների 2018-ի հիշելու են, մեկն ասում է մենակ ես կարամ որոշեմ, մեկն ասում է 18-ի ուրիշ բան էին խոսում, մի ուրիշ բան։ Այս ամեն ինչը նայում ես կողքից ասում ես լավ տղեկ լուրջ, էսա մեր ունեցած պոտենցիալը, մեր գազանները, մեր կռիվ տվողները, մեր չգիտեմ, դավաճանների դեմ պայքարողները իրանք են։ Ամբողջ կռիվը նրա վրա է, թե ով է Նիկոլ Փաշինյանը 18 թվին բերել եւ ով է հիմա պահում։ Սաղովի, դուք բոլորդ բերել եք, բոլորդ պահում եք, ասա։ Բերելը չգիտեմ, բայց պահելը փաստ է։ Հաստատ։ Հա, պահել, Զարա ջան, էլի եմ ասում, Գյումրիի ընտրությունները ուղղակի փայլուն հնարավորություններ Հայաստանում, նույնիսկ այդ իշխանապանը իմպիչմենտին էլ պետք չէր գնալ։ Լսի, այդ ալիքը գալու էր Երևան, ասելու էին ու մի հատ պատճառ կար, լեգիտիմ պատճառ կար Նիկոլին հեռացնելու։ Դու այլևս
չես վայելում հասարակության վստահությունը, հայ հասարակությունը, հայ ժողովուրդը մերժում է քեզ։ Էս էլ քեզ երկու ընտրությունների արդյունքները, փասափուսետ հավաքի ու գնա։ Ինքը փախնելու էր երկրից։ Հələ այդ շարժումը Երևան չմտած, այդ էր շարժումը լինելու, ոչ թե Բագրատ Սրբազան շարժումը։ Լավ էլ մի սրբազան շարժումը իրավու ժամանակին իհարկե շատ մեծ ծավալներ ուներ ու կարար մեծ հաջողությունների հասնել, բայց այդտեղ էլ ուրիշ խնդիր եղավ։ Առաջնորդը պարզվեց օտարերկա քաղաքացի է, իսկ առաջնորդն էլ ենթադրում եմ ոնց որ հիմա է ասում, միջև ես հավանություն չտամ տեխնատուի, ոչ մեկին հավանություն չտվեց։ Եկանք հասանք այնտեղ, որտեղ որ հիմա կանք։ Բայց ասա որ մենք հələ հույս ունենք ինչ-որ մի բանի։ Դե ասում է, մի հատ անեկդոտ պատմեմ, ասում է բժիշկը մտնում է էլի ռուսերենն է, մի քիչ ռուս։ Դա ոչ չէ։ Ասում է ռուսերենը մտնում բժիշկը մտնում է պալատ, բոլորին անունները հարցնում է հանման։ Վերջում մի կնոջ հարցում է ձեր անունը ինչպես է, ասում է Նադեժդա։ Ասում է Նադեժդա, вы будете умирать последним։ Հույս է տալի։ Հույս է, հիմի մեր հույսն է։ Մեր հույսը վերջում է մեռնելու։ Դու պետք չի որ հույսը մեռնի վերջում սկզբում։ Պետքա որ այդ հույսի իրականություն դառնա։ Իմ ասած էսա, թե չէ։ Այսքան մարդու հույսը պետքա մոնետիզացնել, պետքա դնել, կապիտալիզացնել, մոնետիզացնել չէ։ Նիկոլը մոնետիզացրեց։ Ահա, իրանք էլ թող կապիտալիզացնեն։ Մի խոսքով այսօր այսքանը պիտի խնդրեմ մեզ անպայման բաժանորդագրվեք, այս զզվելի YouTube-ը մեր հաղորդումից ոչ մեկին ցույց չի տալիս, եթե ներքևում հավանության նշան չեք դնում, մեկնաբանություն չեք գրում կամ մեր ալիքին բաժանորդագրված չեք։ Իսկ մեր համար կարևոր է, որպեսզի մեր լսարանը մաքսիմալ ընդարձակ լինի, դեն մենք համիշխանությանն ենք քլնգում, համընդդիմությանն ենք քլնգում, այնց որ շատ նեյտրալ հաճելի հարթակ ենք։ Իսկ ձեզ կսպասենք հաջորդ երկուշաբթի։ Շնորհակալ եմ։ Միացում։ Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասաց, Նիկոլն Արցախը հանձնի։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է